Բարև ձեզ ռադիոլսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Սարգսիկ Նիկողոսյանն եմ։ Բրիտանացի գրող Օլդոս Հաքսլին այս պարագայում ցավոք գրեթե բոլոր ընթերցողները, այդ թվում հայ ընթերցողները գիտեն Չքնաղ նոր աշխարհ վեպով եւ շատերի համար բացահայտում է, որ Օլդոս Հաքսլին գրել է նաեւ պատմվածքներ, ընդ որում չափազանց հետաքրքիր ու տպավորիչ պատմվածքներ, որոնք բարեբախտաբար լույս են տեսել հայերեն, որոնք կարդալու հնարավորություն ունենք եւ այդ պատմվածքները այսօր կքննարկենք գրող մեծ գրքասեր Մարի Մելիքյանի հետ։ Ողջույն Մարի։ Ողջույն Արկադի։ Ես քեզ ուզում եմ մի անկեղծ խոստովանություն անել, երբ որ կարդում եմ ես գիրքը, խմբագրման փուլում էր, այնքան չի կարողանում զսպել էմոցիաներս, որ զուգահեռ ընթերցող էի ման գալիս, որ հետը զրուցեմ, եւ այսօր իսկապես շատ ուրախ եմ, որ դու կաս, որ կարդացել ես Օլդոս Հաքսլիի Ջոկոնդայի ժպիտը վերնագրով պատմվածքների ժողովածուն եւ այսօր հնարավորություն ունենք զրուցելու նախ կուզեի քո տպավորությունները, հա, ստուգել, որովհետեւ նոր բան ասած չեմ ելնի նաեւ քեզ համար, որ երբ որ ասեն Օլդոս Հաքսլի, իմացել ենք Չքնաղ նոր աշխարհ եւ նրա ստեղծագործությանը, նրա կերպարին, անգամ չգիտեմ, տեսքին, որ հիմա գրքի շապիկին կա, միշտ վերաբերվել ենք որպես այդ վեպի հեղինակի։ Ինչ բացահայտեցիր քեզ համար եւ քո տպավորությունները ընդհանուր։ Շատ լավ, Արքմենիկ ջան, ողջույն։ Նախ քեզ էլ ես շնորհակալ եմ, որ դու հատուկ այս գրքի մասին այնպես խոսեցիր, որ ես իհարկե գնում էի։ Համոզվում, հա, դու համոզվեցիր։ Ես իհարկե պատրաստվում էի գնել, բայց միշտ այդպես է, չէ՞, գրքասերները լիքը գիրք գնում են, բայց մինչև հերթը հասնում է այդ գրքին երկար ժամանակ է անցնում։ Ու երբ որ դու ասեցիր, որ գամ քննարկենք, արդեն իսկ ոնց որ այդ ցանկությունը կարդալու իրոք շատ շնորհակալ եմ, որովհետև այս ինչ որ գտածո էր ինձ համար լավ իմաստով, հա, ինչ որ գանձ էր Հաքսլիից։ Իհարկե Հաքսլիի գրականությանը ես ամբողջապես ծանոթ չեմ, ու ես էլ մյուսների պես առաջինը ծանոթացել եմ Չքնաղ նոր աշխարհով հայերեն թարգմանությամբ եւ երբ ասում ենք Հաքսլի այդ դիստոպիան, հա, հակաուտոպիան է մեր աչքի առաջ գալիս, օտարված այդ աշխարհը, այդ հա կոսմիկ ինչ որ սարսափի զգացողություն, որ անհասկանալի է, կերպարների հանդեպ էմպաթիա չենք զգում, որը որ ընդհանրապես հակապատկերներ այս ուրեմն պատմվածքների ժողովածուն։ Նախ ասեմ ընդհանուր տպավորություններս, ես բացահայտեցի Հաքսլիին նոր լույսի տակ, հասկացա թե ինչքան նուրբ կարող է թափանցել ուրեմն մարդու մեջ, հերոսի մեջ, որովհետև էլի եթե համեմատություն տանենք իս Չքնաղ նոր աշխարհին եւ էլի այլ դիստոպիկ գործեր էլ ունի ինքը, հա, տարբեր ուրեմն ոչ գեղարվեստական գործեր էլ ունի բնականաբար իր կյանքն էլ, հա, առանձին թեմա է, շատ հետաքրքիր կյանք է ունեցել, ամեն դեպքում այնտեղ կրկին ավելի շատ տիեզերքը նկարագրելու փորձ էր, չէ՞, դիստոպիկ տիեզերքը, մանրամասներ այդ գիտականությունից, այդ աշխարհի գիտականությունից մանրամասներ, ըստ էության, ըստ իմ տպավորության, եւ այնտեղ փորձում ես որսալ այդ մարդու ներքին աշխարհը հասկանալ, չնայած այնտեղ վայրենի գալով արդեն իսկ մենք մի քիչ ուրեմն դեպի մարդն ենք գնում, բայց վայրենին էլ մի փոքր կլիշեացված է, որովհետեւ եթե վայրենից խոսենք, վայրենի ամբողջ ուրեմն հոգեկերտվածքը ու կենսափիլիսոփայությունը Շեքսպիրյան է, որովհետեւ ինքը Շեքսպիրից էր միայն, ես քանի որ վերջերս վերընթերցեցի, հա, Չքնաղ նոր աշխարհը։ Եվ գալիս ենք պատմվածքներին, որտեղ որ ունենք փոքրիկ սյուժե, այսինքն հասկանում ենք, որ Հաքսլին նաև կարող է, այսպես ասած, զոր չտալ այդ սյուժեի մանրամասնություններին, գեղեցկացնելուն, իր երևակայությանը եւ պարզապես պարզ գործողություններով մարդկային սովորական ամենակենցաղային նույնիսկ հարաբերությունների մեջ որսալ այդ գրական պահը, չէ՞, այդ պահերից է նաև բաղկացած գրականությունը։ Եվ շատ այս պահին, հա, քանի որ ես խորությամբ նաև հոգեբանություն եմ ուսումնասիրում, ու նաև գիտենք հետաքրքիր զուգատիպություններ, գիտենք նաև ֆրոյդյան ուրեմն մեծ ազդեցությունը Հաքսլիի վրա եւ այդ ժամանակների, հա, իհարկե Չքնաղ նոր աշխարհում էլ behavioristների ազդեցություններ, այնտեղ Պավլովյան ռեֆլեքսները, պայմանական եւ այլն եւ այլն, այսինքն հոգեբանական ազդեցությունը մեծ է իր ժամանակների, բայց այստեղ այդ փոքրիկ պատմության մեջ է, այսինքն մենք հասկացանք, որ պարտադիր չի գրականության մեջ պատմել մեծ լայնածավալ, մեծ ինչ որ այսպես տարածական իմաստով մեծ պատմություն, որ ստանանք լավ գրականություն։ Դες իմ տպավորություններից մեկը ասեմ, հատկապես այստեղ մի պատմվածք կա, ընդհանրապես գրքում 9 պատմվածք են գրկված, բայց ես տպավորություն եմ ստացել, թե այս 9 վեպ եմ կարդացել, անկեղծ ասեմ։
հատկապես ժողովածուի հենց վերնագիրը դարձած պատմվածքը Ջոկոնդայի ժպիտը, հենց առաջինը արտակուստ թվում է թե շաբլոնի շուրջ է, էլի, որտեվ հիմա ում ասես Ջոկոնդայի ժպիտ մի անգամից գնալու է, չէ, հայտնի նկար, եւ թվում է թե այդ կտավի ժպիտի հերթական բացահայտումն առեղծված է, էլի, հա, այդ ժպիտը ինչի ժպտաց տղամարդ հերկիներ, գիտես, ինչքան պատմություններ կան Դա Վինչիի հետ նկարի հետ կապված, բայց մի անգամից պատմությունը քեզ բերել խայծով բերել շաբլոն տարածք եւ տանել ցնցող պատմության մի չգիտեմ քանի վեբ պետքա կարդաս որ այս պատմվածքի ուժգնությունը ուղղակի ունենա որովհետեւ եթե հիմա նույնիսկ սյուժեն հիշենք հա հերոսի կապվածությունը եւ հարաբերումը տարբեր կանանց հետ յուրաքանչյուրը մի աշխարհ է եւ անկեղծ ասեմ այդքան այդ շաբլոն նախադասությունը կա չէ կինը մի աշխարհ է բան չէ կամ ասենք այդքան վեպեր կան կանանց մասին Աննա Կարիննայից սկսած, չգիտեմ, Մադամ Բովարիից վերջացրած, բայց ահա Հաքսլի այս պատմվածքի սյուժեով, այդ տարբեր կանանց հետ հարաբերումներով ես նոր հասկացա իսկապես Ինչի են ասում կինը աշխարհը, էլի ամեն կինը մի ուրույն աշխարհ։ Երեք տարբեր կանայք ունենք ու հետաքրքիր է այս պատմվածքում տղամարդու կերպարը, չէ՞, այնտեղ շատ հետաքրքիր բացահայտում կա, որ ասում է ախր ինքը, հա, որպես այսպես միջին վիճակագրական տղամարդու որպես աշխարհ իրա, այսպես ինչ որ յուրահատկություն չունի, բայց հետաքրքիր է, որ այնտեղ ասում է ախր կանանց թվում է, որ այսպես մենք այնքան այսպես մեր աշխարհը, հա, տղամարդու այնքան բազմազան է, մենք այնքան ինչ որ բաների ենք, հայլերի ենք բայց մենք ոնց որ շատ սովորական մարդիկ ենք այդ խոսքները իր ամբողջ այդ պատմվածքում, հա, այսինքն ուզում էր ասել, որ ես սիրում եմ քեզ այդ կնոջը, հա, ում հետ որ ինքը կապ էր հաստատել կնոջ մահից հետո, բայց այնքան ես չեմ կարող այդ զգացմունքին տրվել, որ մոռանամ իրականության սկզբունքը։ Այստեղ էլի ես Ֆրոյդին կվերադառնամ իրականության սկզբունքի հետ կապված։ Եվ հա շատ ճիշտ նկատեցիր Արքմենիկ, վերնագիրը էլի խայծ էր, ու այստեղ հետաքրքիր է, որ խայծ վերնագրեր շատ կային։ Այո, շատ։ Նույնիսկ եթե մեր ռադիո լսողներին հետաքրքիր է, ես կարող եմ այդ պատմվածքների վերնագրերը թվարկել, որտեղ չգիտեմ որին կանադառնան։ Մենք էլ խայծ տանք, չէ՞։ Այո, մի անձնուհի կանաչ կամարներ, խորտակված անուրջներ, դիմանկարը, բարի փերի կնքամայրը, գրախանութը, մի քիչ կարմրաներ, մի քիչ էլ շրթներ եւ Սր Հերկուլեսը։ Եվ ովքեր կպատրաստվեն մեր դրույթ հետո կարդալ այս գիրքը, անպայման թող դա աչքի առաջ ունենան, հանգարց չխաբվեն վերնագրերին։ Այո, իդեպ այդ անուրջները, հա, խափնված, ինչպես էր կոչվում։ Մի հատ էլ նայեմ։ Խորտակված անուրջներ, փորձում էի հիշել, հետաքրքիր է, որ ուրեմն կարդում ես, հա, վերնագիրը, արդեն իսկ ինքը մի փոքրիկ հուշում տալիս է, ինչ է սպասվում, խորտակված անուրջներ։ Ու կարդում եմ առաջին պարբերությունը, այսպես գեղեցիկ գարնանային ինչ որ օր է նկարագրում, եւ այդ արդեն իսկ պատմվածքի սկզբում այդ հեգնանքը կա, ինքը հեգնում է եւ իր հերոսներին, եւ իր հերոսների պատրանքները։ Այստեղ ես շատ հետաքրքիր բան նկատեցի, հիմնականում իր կերպարների մեջ կային։ Օրինակ այն տղան հենց այս խորտակված անուրջներից, չէ, ինքը իրականում կակազում էր ցածրահասակ էր, բայց հիշում ես, որ այդ կանանց հետ կապված ինքը որոշակի ֆանտազիաներ ունենում էր։ Ինքը օրինակ ես հետաքրքիր դա նշել եմ, իր երազանքի, իր ֆանտազիայի մեջ ինքը ոչ կակազող, այսպես շատ գեղեցիկ, խոսող, ինչ որ կերպար էր, ու հետաքրքիր է թե ոնց է Հաքսլին ներկայացնում իր կերպարի ֆանտազիան ինքն իր մասին, պատրանքը, ու միանգամից ներկայացնելով հանդերձ ջարդում է այդ պատրանքը։ Այսինքն մենք Հաքսլի հերոսներին կարդում ենք եւ ճանաչում ենք իրենց արդեն այդ կոտրված պատրանքների կոնտեքստում եւ դա շատ հետաքրքիր հնարք է։ Իմ մոտ զգացողությունն էր, որ չի խղճում Հաքսլին իր հերոսներին եւ կարծում եմ գրականության մեջ Այ էլի շատ լավ բան նշեցիր այդ չխղճալու ֆենոմենը ընդհանրապես եթե գրականագիտական գրքեր հոդվածներ կարդաս միշտ ասում են նա բավական դաժան է իր հերոսների հանդեպ չի խուսափում կյանքը անխնա եւ անսքող պատկերելուց բայց էլի այս գրքից ես ինչի եմ այսքան ցնցված էլի որովհետեւ էլի բաներ կա սահմանում ենք ասում են գեղեցիկ խոսքեր ձևակերպումներ եւ մեծ մասամբ մեր կարդացածի հետ բռնում է բայց Հաքսլի դեպքում իսկապես առարկայաբար է զգում այդ վերաբերմունքը ես օրինակ ամբողջ գրքի տպավորությունն է որ բացարձակ ոչ մի կարեկցանք
բան չկար իր հերոսների հանդեպ։ Տես մենք օրինակ գրականությունից գիտենք, որ Տոլստոյը մի 1000 անգամ փորձում էր Աննա Կարենային չգցել, չէ՞, հա գնաց գիտակ, որտեվ ապրում ակցում էր, կամ Ֆլոբերը, երբ որ Էմման թույնը խմեց, պատմում են, որ նստել լացել է, չէ։ Ես էլի գրողներ եմ կարդացել, օրինակ մեր Վահագն Գրիգորյանը, եթե հայ գրողներն անդառնան, կանթատ փորձում է իր գրողներին հանել դժվար տեղերից էլի, որտեվ իր ձեռքն է այնուամենայնիվ։ Հաքսլին այնքան անտարբեր է թե այդ մարդկանց հետ ինչ կլինի, որովհետև կարծես թե փորձի մինչև վերջ ցույց տալ, թե ուր են գնում իրանք եւ ուր են տանում իրենց այդ կոնսատ այդ շատ ճիշտ ասեցիր ու անտարբերը իրոք էստեղ բանալի բառ է, որովհետեւ անտարբեր ոչ թե դաժան, այստեղ տարբերություն կա։ Այ ապրես լավ է։ Որովհետեւ կան գրականություններ, որտեղ դաժանություն կերպարներ, բայց դաժանությունը նաեւ սիրո ինչ որ այլ տիպի դրսևորում է քո կերպարին, երբ որ դու տանջում ես, երբ որ դու իրեն այդ ցավի տառապանքի ճանապարհով ես անցկացնում։ Այստեղ Հաքսլին այդ խնդիրը չի դնում։ Ինքը խնդիր է դնում ներկայացնել իրականությունը առանց հավելյալ խղճահարությունների կարեկցանքի եւ այդ անտարբերությունը այո ավելի շատ այստեղ ազդեցիկ է, քան եթե ինքը օրինակ ավելի դաժան վարվեր, այսպես յուրահատուկ ինչ որ իրավիճակների մեջ դներ։ Այդ անտարբերությունը նաեւ բերում է իր հերոսների բնականության եւ ես էլի մի հետաքրիր բանի հետ էլ առնչվեցի, տես ընդհանրապես գրականության մեջ ինչ որ տրամաբանական բաներ կապեր մապեր կան, չէ՞, հիմա օրինակ ես երբ որ գիրք եմ կարդում Այս իմ փորձառությամբ հանդերձ ճիշտ ասած ես մեծ մասի դեպքում գիտեմ այդ զարգացումները ուր են տանելու, այս հերոսի վերջը ինչա, ում այդ ոնց է հարաբերվելու, եթե նամախնդիր է դրած էլի վեպում, բայց հակտի դեպքում այսպես անհագ հետաքրությամբ սպասում ես թե ինչա պատահելու այդ մարդկանց հետ, դա ֆանտաստիկ ուղղակի բան է եւ դրա համար իսկապես շատ տպավորված եմ այս վարպետությամբ եւ այս պատմվածներով, Արուս Մարգարյանն էլ շատ լավ է իդեպ թարգմանել գիրքը։ Հա, շատ բավականին սահուն գնում է։ Եվ անպայման մարդիկ պետք է Այստեղ մի բան էլ է ուզում ասել Արքմենիկ, քանի որ շարունակում ենք հերոսների մասին, չգիտեմ, այստեղ գուցե փոքրիկ սփոյլ լինի վերջին պատմվածքի կապված, բայց լավ գրականությունը ի վերջո սփոյլին չի ենթարկվում։ Այո, ուրեմն Սր Հերկուլես պատմվածքը մի քիչ Ես դրան ուզում եի հատուկ անդրադառնալ, ինձ ամենաելի ցնցած պատմվածներից մեկն է։ Տեսեք, այդ հերոսի հետ կապված թե ինչքան հեգնական է իր ստեղծած կերպարի հանդեպ, տեսեք, իր այդ ամբողջ այդ մի փոքր այստեղ ողբերգականություն չէ, դասական գրականությանը բնորոշ կա։ Այսպես կարդում ենք, կարեկցում ենք այդ ցածրահասակ տղային, հա, տղամարդուն արդեն ընտանիք ուներ, երեխա ուներ, այսպես իր աշխարհին ենք ծանոթանում, ցավում ենք այդ ուրեմն բարձրահասակի ներխուժումը իր կյանք, հա, իր տղայի տեսքով, այսինքն լրիվ այդ կարեկցանքի ձևով ու վերջում, հա, երբ այդ ուրեմն ինքնասպանություն է, հա, դիմում ուրեմն Սր Հերկուլեսը, այսպես ասած, ինչ է տեղի ունենում այստեղ, որ վերջին նախադասությունը, հա, երբ որ մի մշուշապատ երազից մյուսի մեջ էր խորասուզվում, շուտով խոր քնած էր, այնքան էլ շատ չէր արյունը նրա փոքրիկ մարմնում։ Երբ որ կարդացի այս նախադասությունը, ես հասկացա, որ նույնիսկ մեռած արդեն վիճակում իր հերոսին չի խղճում, այսինքն տեսեք արդեն մահացել է իր հերոսը, բայց այդ իր ցածրահասակությանը ինքը մինչև վերջ հեգնում է, ասելով որ իր փոքրիկ մարմնում շատ քիչ էր արյունը։ Այսինքն ես ցնցվեցի իր ստեղծած կերպարների հանդեպ այդ յուրահատուկ վերաբերմունքից։ Նման այդ սառնարյունությունը նաև ինչ որտեղ հուշում է, թե ինչու է հենց ինքը գրել Չքնաղնոր աշխարհը, այդուհանդերձ է, որտեղ Չքնաղնոր աշխարհը սառը շատ սառը հերոսների կերպարներ են։ Ես Սր Հերկուլեսը առանձնակի խղճահարությամբ եմ կարդացել ճիշտ ասած, եւ առանձնակի ապրումակցմամբ լինելով բարձրահասակ, եւ իմ շատ լավ հասկանալով նաեւ թե ինչ տրավմաներ կարող է ունենալ, բայց այդտեղ մի շատ կարեւոր հատկանիշի մասն էլ խոսեցիր, հեգնանքի, որը իհարկե Սր Հերկուլես պատմվածքում շատ ավելի ընդգծված է, կարելի ասել առարկայացված է, բայց կուզեի շեշտենք, եթե դու էլ այդ կարծիքին ես, որ ոչ մի պատմվածք զերծ չի այդ հեգնանքից, բայց այստեղ մի շատ կարևոր էլի գրողական վարպետության ցուցիչ կա Հաքսլիի կիրառած, որ ինքը կարող է հեգնել այնպիսի լուրջ վերաբերմունքով, որ ուղղակի մազերդ բիզբիզ կկանգնեն եւ չափազանց մեծ խորաթափանցություն է պետք, երևի հումորի շատ բարձր զգացողություն, որպեսզի Հաքսլիի այդ հեգնանքները նաեւ կարողանա սմբռնել։ Հա, հիմա որ վերադառնամ այդ Ջոկոնդայի ժպիտին, այդ տղամարդու կերպարը ուղղակի ոչնչացված կերպար է, հա, ծաղրի տեսանկյունից էլի, բայց ես օրինակ վստահ չեմ, թե յուրաքանչյուր ընթերցող ոչնչացումը հա կարող է ողջալ։ Այստեղ որովհետև չափած այդ գրոտեսկային բանը, հա, վերջին Սր Հերկուլես պատմվածքում արկա է եւ այստեղ ինքը
պատումի ձևն էլ է, հա, ինքը ամբողջությամբ պատմություն է պատմում։ Մենք իդեպ պատմություն պատմելու հետ կապված մի անձնուհին հիշում ես պատմվածքը, էլի շատ ինձ այսպես համ ծիծաղեցնում էր, համ այսպես շոկ էր ենթարկում լավ իմաստով։ Այնտեղ ինչն էր, հա, համ կար պատմություն, որից մենք կարող ենք իրոք ազդվել, որպես սովորական մարդիկ, ով լսում է ինչ-որ այլ մարդու պատմություն, չէ՞։ Եթե հիմա պատմենք, իրանք էլի մեր այո, եթե մի փոքր պատմենք, բայց այ դա երևի թողնենք։ Բայց որ կարդան։ Այո, սա հաստատ պիտի կարդալ։ Բայց այնտեղ երկրորդ շերտով այդ պատմվածքում պատմություն պատմելու մասին է, չէ՞, գրում։ Այսինքն երկու այդ կինը եւ գրողը այնտեղ ինչ-որ նարատոր կար, ով որ այսպես չափազանցություններ էր ավելացնում այդ պատմության։ Այսինքն արդեն իսկ պատմությունը բավականին այսպես կարա ազդի մարդուն եւ իրենք էլի վրան ինչ-որ բաներ են ավելացնում եւ գրականության ծաղր մի փոքր ես այստեղ տեսա, այսինքն այն գրականության, որը որ փորձում է գլոբալ չասեն գրականության ծաղր, որովհետեւ տեսակի, այո, որովհետեւ ինքը այստեղ ավելի շատ այդ լրագրողական բանի հետ կապված, հա, թեմա է գնում, այդ նմանատիպ գրականության, երբ որ փորձում ես ինչ-որ տեղի ունեցածը ավելի չափազանցված, մի հատ էլ գույները ակտիվացված ուղղակի վաճառքի համար։ Ես օրինակ այս գիրքը Huxley լույս է տեսել Նոբելյանից 5 պակաս մատենաշարով, ինչու որտեվ Aldous Huxley-ն չի արժանացել երբևէ այդ մրցանակին, բայց Թեկնածու է, չէ՞ եղել 9 անգամ։ Այս մատենաշարը դրա համար է 7 անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակին եւ չի ստացել, այստեղ ստույգ տվյալներն են ըստ այդ արդեն քողազերծված արխիվների Նոբելյան հանձնախմբի եւ ես մտածում եմ որ ինքը չի ստացել որտեվ անդադ դրա որպես գրողի մեծության մասով շեշտվել է ճգնաղ նոր աշխարհը ես վստահ եմ եթե Նոբելյան հանձնախումբը կարդացած լիներ այս պատմվածքները գոնե այս փնջով վստահաբար Aldous Huxley-ն ստանար Նոբելյան մրցանակ որտեվ այս 9 պատմվածքի մեջ ինչ կա Մարի հուսամելի համաձայն ես եթե նախընթաց շրջանը նայենք ինչ էր ստեղծվում Aldous Huxley-ից առաջ գրականության մեջ եւ ինչ էր ստեղծվում իրեն զուգահեռ այդ բոլոր տիպի գրականությունների հանդեպ վերաբերմունքը, հա, կա նաև այս գրքում, դրանց իմիտացիան կա, դրանց ծաղրանմանությունը կա, դրանց ինչու՞ չէ նաև կիրառումը կա շարունակականության առումով եւ ընթերցողներին ասեմ ովքեր որ կարդան էլի սա փոքրիկ գիրք է շատ հիմա էջերի քանակն էլ կնայենք ընդամենը 240 էջ փոքր ֆորմատով գիրք որի մեջ այսքան հարստություն կա էլի որի մեջ այսքան հարստություն կա շատ ճիշտ ասեցիր այդ վերաբերմունքը եւ հղումները տեսեք իհարկե կային նաև բառացի հղումներ բայց այստեղ նաև հղումները տեքստային էին այսինքն ես կարդում էի զգացողություն էր որ ինչ որ պահի զգում էի որ ես դասական բրիտանական վեբ եմ կարդում բայց նաև ես նաև ֆրանսիականից որոշ բաներ որսացի ինքը ինձ հետ էր բերում այդ իր աշխարհ իր իրականություններ հետ բերում ու անընդհատ այդ բալանսը ինքը կարողանում էր պահել եւ անցյալը եւ ներկան եւ ինչ որտեղ նաև ապագան ինքը շատ լավ կարողացել էր այդ գրական բազմազանությունը եւ ժամանակային իմաստով անընդհատ զգացողություններ այդպեսին հետաքրքիր է տես նաև ֆրանսիական ինչ որ շունչ է զգացել եթե լավ ծանոթ ես լինում վիպագրության համաշխարհային հատկապես դասական այդ բոլոր շերտերը կարելի է որսալ եւ եթե ասում են ճգնաղ նոր աշխարհ այսուհետ ինձ համար ճգնաղ նոր աշխարհը հիրավի այս գիքն է այս պատմվածքն է որտեվ դե ես բավական կարդացած եմ բայց շատ քիչ է պատահում որ հիմա գրականություն կարդամ, գրողի ծանոթանամ, ինչ որ գործեր կարդամ եւ այն ապշանքը, չգիտեմ, բուրըն ապրեմ այն ջահել տարիների պես ոնց որ ապրել եմ Aldous Huxley այս պատմվածքների գիրքը կարդալիս։ Համաձայն եմ, ես էլ մեծ հաճույքով կարդացի եւ ասում եմ իհարկե ճգնաղ նոր աշխարհը վերընթերցեցի, բայց հետաքրքիր է որ դա այսպես այդքան չես հավանել առանձին նոր աշխարհը սա է, արիտա ամրագրենք։ Որովհետեւ սա ավելի իրական աշխարհ է եւ ավելի իրական տեսանկյուն է դրանով ինքը ավելի ճգնաղ է եւ ավելի մեծ վարպետություն է։ Մարի շատ շնորհակալ եմ նախ որ ինչպես ասում են լսեցիր իմ հորդորները եւ կարդացիր այս գիրքը եւ շնորհակալ եմ որ կարողացանք իսկապես այն հիասմունքը կիսել միմյանց հետ, հա, այս գրքի հետ կապված եւ սա այն բացառիկ դեպքերից է մեր հաղորդման շրջանակում, որ ի սրտե երկուսս էլ առանց ինչ-որ հետևեթանքների կարող ենք ասել անպայման կարդացեք այս գիրքը, ես նույնիսկ կարող եմ ասել բացառություն կանեմ մեր հաղորդման շրջանակում, եթե էլի մարդիկ լինեն որ կարդան Huxley այս ժողովածուն պատրաստ եմ իրենց հետ էլ քննարկենք, այո, հետաքրքիր կլինի։ Քեզ էլ շնորհակալ եմ որ ասացիր ու առաջ գցեցի գրքի ընթերցանությունը մեծ հաճույքով։ Շնորհակալություն Aldous Huxley-ին։ Այո, շնորհակալություն։
Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ։ Ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրող, գրքասեր Մարի Մելիքյանի հետ։ Մեր զրույցի թեման Aldous Huxley-ի Ջոկոնդայի ժպիտը պատմվածների չքնաղ ժողովածուներ։ Լավ եղեք։